Հծարևտուր համակարգն ապահովում է դեղատների աշխատանքի ամբողջական ավտոմատացում։ Համակարգում հասանելի են մի շարք հնարավորություններ, որոնք հատուկ մշակվել են դեղատներում գործընթացներն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար։ Այս հոլովակում կդիտարկենք դրանցից հիմնականները։ Սկսենք համակարգի ներդրումը հեշտացնող հնարավորությունից։ Հծարևտրում B2B միասնական ապրանքացանկի շնորհիվ ձևավորվել է շուրջ 25,000 անուն ապրանք ներառող դեղատան բազա։ Դա հնարավորություն է տալիս համակարգի ներդրումն իրականացնել արագ և արդյունավետ։ Դեղատների աշխատանքի կարևոր գործընթացներից է նաև դրոշմավորված դեղորայքի վաճառքը։ Ինչպես գիտենք, 2026 թվականի հունվարի 1-ից գործում է դեղորայքի պարտադիր դրոշմավորում։ Վաճառքներ ենթահամակարգից բացենք ԱՏԿՀ դասակարգիչների տեղեկատուն։ Ծրագրում պարտադիր դրոշմավորման ամսաթվերը թարմացվում են ավտոմատ։ Ընտրենք 010126։ Տեսնում ենք բոլոր նոր ապրանքախմբերը։ Վաճառակետ-POS-ից բացենք վաճառք։ Սկանավորենք դատամատրիքս կոդը։ Մեկ քայլով ավտոմատ ընտրվում է ապրանքը և լրացվում սկանավորված դատամատրիքս կոդը։ Այս հնարավորության շնորհիվ էապես արագացվում է վաճառքի գործընթացը։ Դրոշմավորված դեղորայքի դեպքում առանձին գործընթաց է նախատեսված նաև այն դեպքերի համար, երբ դեղը վաճառվում է ոչ թե ամբողջ տուփով, այլ հատով։ Հծարևտրում դեղորայքի մասնակի վաճառքի դեպքում նախ անհրաժեշտ է դուրս գրել տուփի դատամատրիքսը, այնուհետև իրականացնել դեղի հատով վաճառքը։ Անհրաժեշտ է նախապես իրականացնել eMark Receipt հավելվածի համակցումը։ Վաճառակետ-POS ենթահամակարգից բացենք վաճառք, այլ կոճակով բացենք դրոշմավորման դուրսգրում պատուհանը։ Սկանավորենք տուփի դատամատրիքսը։ Սեղմենք կատարել։ Այժմ կարող ենք իրականացնել հատով վաճառքը։ Սկանավորենք տուփի գծիկավոր կոդը։ Ընտրենք չափման միավորը հատ։ Նշենք քանակը։ Տպենք ՀԴՄ կտրոնը։ Դուրս գրված դրոշմանիշները կարող ենք տեսնել վաճառքներ ենթահամակարգի շրջանառությունից դուրս գրված դրոշմանիշների ապրանքացանք հաշվետվությունով։ Հծարևտրում հնարավոր է իրականացնել նաև փոխհատուցվող դեղերի վաճառք։ Մեր օրինակում փոխհատուցումն իրականացվում է համավճարով, այսինքն վճարման ենթակա գումարի մի մասը փոխհատուցում է պետությունը։ Նախ կատարենք անհրաժեշտ կարգավորումները։ Ադմինիստրատորի գործիքներից սեղմենք օգտագործողներ։ Օգտագործողի վրայից բացենք լրացուցիչ դրույթներ և իրավասությունները։ Վաճառ կտրոն էջի ՀԴՄ կտրոնի կարգավորում բաժնից ակտիվացնենք ապառիկը տպել որպես փոխհատուցում նշիչը։ Վաճառքը իրականացվում է Արմեդում բացված դեղատոմսի հիման վրա։ Յուրաքանչյուր փոխհատուցվող դեղորայքի համար բացվում է առանձին դեղատոմս։ Վաճառակետ-POS-ից բացենք վաճառք։ Այլ կոճակով սեղմենք փնտրել գնորդին։ Ընտրենք նախապես ավելացված գնորդին։ Ավելացնենք ապրանքը սկանավորելով դրա գծիկավոր կոդը կամ դատամատրիքսը։ Մուտքագրման դաշտում լրացնենք փոխհատուցվող գումարը։ Սեղմենք ապառիկ։ Մեր օրինակում մնացած գումարը վճարվել է կանխիկ։ Սեղմենք F6։ Տպենք ՀԴՄ կտրոնը։ Այսպիսով, նշված հնարավորությունների շնորհիվ հծարևտուրը թույլ է տալիս դեղատների աշխատանքը կազմակերպել ավելի արագ, հարմար և արդյունավետ։